Բարև ձեզ հարգելի բարեկամներ, այսօր խոսենք աչքի հիվանդություններից մեկի մասին, որը կոչվում է գլաուկոմա։ Գլաուկոման դա աչքի վտանգավոր հիվանդություն է, որը հանգեցնում է ընդհանուր կուրության։ Այն առաջանում է աչքի ներակնային ճնշման մշտական կամ պարբերաբար բարձրացման հետևանքով, որն իր հերթին տեղի է ունենում աչքի խոնավության արտահոսքի խանգարման հետևանքով եւ բերում է տեսողական նյարդի ատրոֆիայի, սնուցախանգարման։ Այս պարագայում ներակնային այդ հեղուկը, երբ որ հոսում է եւ խանգարվում է նրա այդ ծորանները, կարող են լինել տրոմբի հետևանքով, կարող է լինել որորման հետևանքով եւ այլը, եւ այդ արտահոսքը չի լինում եւ նյարդային բջիջները իրենց թելիկների հետ միասին սնուցախանգարվում են եւ տեսողական նյարդը ենթարկվում է գլաուկոմային ատրոֆիայի, որը բերում է տեսողական վատացման, վատթարանում է տեսողությունը եւ աստիճանաբար եթե չհետևենք կամ ինչ-որ միջոցներ չձեռնարկեն, ապա կարող է առաջանալ կուրություն։ Խուսափելու համար պետք է հետևել ներակնային ճնշման բարձրացմանը, այն պահել նորմայի սահմաններում, որպեսզի նման երևույթներ չառաջանան։ Դրա համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է մի քանի մեթոդներ, որոնք դուք կարող եք կատարել եւ խուսափել ներակնային ճնշման բարձրացումից։ Ինչ կարող եք անել։ Հիմնական միջոցներից մեկը դա ոսկեբեղիկի պատրաստուկների օգտագործում է։ Ոսկեբեղիկի մասին զալատոյ ուս մենք հաղորդում ենք արել եւ կարող եք բացել նաեւ։ Ոսկեբեղիկի տերևների հյութը, թարմ հյութը կաթեցնում եք աչքի մեջ 2 կաթիլ 10 օր, որից հետո տալիս եք 3 շաբաթ ընդմիջում 21 օր, այնուհետև օրը մեկ անգամ եք կաթեցնում, այնուհետև կաթեցնում եք դարձյալ օրը մեկ անգամ 1 կաթիլ 10 օր եւ տալիս եք ընդմիջում, կարող եք ստուգվել եւ տեսնել ինչպես է իրավիճակը եւ կարող եք կրկնել, շարունակել։ Մյուսը ոսկեբեղիկի տերևը 20 սանտիմետր երկարությամբ 1 լիտր եղման ջրի մեջ թրմում եք 24 ժամ, որից հետո կարող եք այն օգտագործել, սովորական պայմաններում եք թրմում, խմում եք 1 ճաշի գթալ օրը 4 անգամ քաղցած վիճակում 21 օր, տալիս եք 1 ամիս ընդմիջում եւ կրկնում եք։ Մյուսը դա այրուն խմիքի համարել ենք հաղորդում արել այս վերջի շրջանում, կարող եք նույնիսկ բացել նայել, այրուն խմիքի պատրաստուկները օգնում են գլաուկոմային եւ հավկուրությանը։ Այրուն խմիքի 4 հումքը 30 գրամ 30 րոպե դանդաղ եփում եք փակ 200 մլ եղման ջրի մեջ, սառելուց հետո քամում եք եւ խմում եք 1 ճաշի գթալ օրը 5-6 անգամ ուտելուց հետո։ Հարգելի բարեկամներ, կարող եք նաեւ ոսկեբեղիկի եփուկը 1-ը 2-ի հարաբերությամբ լցնում եք լոգանքի ջրի մեջ եւ կատարում եք լոգանք գիշերը քնելուց առաջ ոտքերի եւ ձեռքերի։ Կատարում եք մի 2-3 շաբաթ եւ 10 օր ընդմիջումից հետո կարող եք դարձյալ շարունակել։ Այս բոլոր մեթոդները փորձված են եւ իջեցնում են ներակնային ճնշումը։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, հիմա ես ցույց տամ իմ գրքերը, որը դուք վաղուց չեք տեսել։ Սա բժշկարանն է, պարունակում է 90 տեսակ հիվանդություն, ունի իր գալերիան, որի մեջ կան բոլոր այն դեղաբույսերը, գունավոր նկարները, որը օգտագործում է
դեղատոմսերի մեջ, 3 լեզվով գրած է տակը, հայերեն, ռուսերեն, լատիներեն եւ ունի հետևը քառալեզու բառարան, հայերեն, ռուսերեն, լատիներեն եւ անգլերեն։ Մյուսը ալկամա գիրքն է, այս գիրքը իմ վերջի հրատարակությունն է 20 թվականին, շուտով լույս կտեսնի նաև մի 10 օր հետո վերատպում ենք գիրքը, որ արդեն սպառվել է, պարունակում է 170 տեսակ հիվանդություն, հիվանդության նկարագիրը գրված է շատ համառոտ եւ տրված են բազմաթիվ դեղատոմսեր հիվանդությանը վերաբերվող, գիրքը դարձյալ ունի իր պատկերասրահը, գունավոր նկարները բույսերի, որոնք օգտագործված են դեղատոմսերում, տակը գրված է դարձյալ 3 լեզվով եւ ունի իր քառալեզու բառարանը։ Բացի այդ բոլորից, գիրքը ունի նաեւ հավելված, որտեղ ներառված են նաեւ ժողովրդական բժշկության մյուս մեթոդները՝ միզաբուժություն, կավաբուժություն, ջրաբուժություն, նավթաբուժություն եւ այլը։ Դες առողջություն եմ ցանկանում, հարգելի բարեկամներ, լավ եղեք, միշտ նոր հանդիպում, ցտեսություն։ Եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել, իսկ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38 առայժմս։